Այսօր Երևանում տեղի ունեցավ վերամշակող ընկերությունների գյուղոլորտի խնդիրներին մթերման ժամանակաշրջանում գյուղատնտեսական մթերքի իրացմանը նվիրված կոնֆերանս, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նախարարության աշխատակիցներ, պտուղ բանջարեղեն վերամշակող ընկերությունների եւ գյուղոլորտին վարկեր տրամադրող բանկերի ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին Սերգո Կարապետյանը նշեց, որ այս տարի գյուղոլորտը հայտարարվել է գերակա ճյուղ։ Կառավարությունում մշակվել են եւ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը։ Գյուղատնտեսության ճյուղը եւ գյուղատնտեսական արտադրանքը առանց վերամշակման ճյուղի չի կարող աշխատել եւ վերամշակող ճյուղը պետք է լինի այն լոկոմոտիվը, որը իրեն հետևից պետք է տանի գյուղ ոլորտը։ Այսօր մենք առանցին հավաքել ենք պտուղ բանջարեղեն վերամշակող բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ աշխատանքներով։ Գյուղնախարարը շեշտեց նաեւ, որ վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ քննարկվելու են այն խնդիրները, որոնք մտահոգում են բոլորին։ Սերգո Կարապետյանի խոսքով համատեղ քննարկման ժամանակ պետք է ուղիներ գտնել եւ այս տարի գյուղատնտեսության ոլորտի հետ վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը իրականացնել համահունչ։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։